Համապարփակ անվտանգությունը միայն հնարավոր է պետական քաղաքականություն որպես որդեգրելու դեպքում։ Շատերը պատկերացնում են միայն զինված ուժերը, բանակը պատկերացնում են, որ իրենք միայն պետք է պաշտպանեն մեր երկիրը։ Բոլորս պետք է լավը դառնենք, ես իմ հայուտականքը բան է, այդ դաշտ պետք չի էթալ, էլի։ Ինչպես պիտի ձևավորվի գիտակցությունը, ում կողմից պիտի դա լինի։ Այն որ գործազրկության տոկոսն է Ամերիկայում հայտարարում, գիտակիցների տոկոս կհայտարարեի։ Ինչ պրակտիկ խորհուրդ կարող եք տալ քաղաքացիներին։ Մենք անկախացել ենք, բայց ուր ենք գնումը չեն սահմանի։ Ինչ ես անելու, եթե վաղը նորից պատերազմ լինի։ Ինչ ես անելու, եթե քեզ ոչ թե կանչեն սահմանը պաշտպանելու, այդ սահմանը հասնի քո տանը, քո գյուղին, քո փողոցին։ Քանի տոկոսով ես դու պատրաստ։ Իսկ պատրաստ ես ընդհանրապես։ Կամ եթե զենքով չես պաշտպանելու, գիտես քո անելիքը։ Մասն ես արդյոք դու համապարփակ անվտանգության, թե ոչ։ Այս ամեն ինչի մասին խոսել ենք Եվայի հետ, ամբողջ հաղորդումը նայելու դեպքում մի երկու հարցի պատասխան ավել կունենաս։ Բարև ձեզ, ես Եվա Հարությունյանն եմ եւ այսօր մենք շարունակում ենք անվտանգության նվիրված մեր զրույցների շարքը։ Մեր հյուրն է այսօր Ազատազանի համահիմնադիր Իշխան Գևորգյանը եւ մենք այսօր զրուցելու ենք քաղաքացիների դերից համապարփակ անվտանգության համակարգում։ Բարև ձեզ գրքին եւ շատ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Առաջին հարցը, որ կցանկանայի քննարկենք, նախ որն է քաղաքացիների դերը համապարփակ անվտանգության համակարգում, որովհետեւ հաճախ երբ ասում ենք անվտանգություն, շատերը պատկերացնում են միայն զինված ուժերը, բանակը պատկերացնում են, որ իրենք միայն պետք է պաշտպանեն մեր երկիրը։ Բարև ձեզ, մերսի որ հրավիրել եք։ Ինչ պատերազմից 20 թվականի վերադարձել եմ ես ընկերներիս հետ, այդ ամենը ավելի հանրությանը հասանելի դարձնելով եմ զբաղված։ Երկրները ամբողջ հասարակությամբ են կռվում, անկախ նրանց չափից նույնիսկ։ Եթե հիմա նայեք ռուս-ուկրաինական պատերազմի օրինակին, Ռուսաստանի զոհերի քանակը ըստ տարբեր աղբյուրների այնքան է մոտավոր ինչքան իրանց բանակն է եղել։ Այսինքն եթե սենց ծրագրավորման տերմին կա first input, first output, ոնց որ առաջի եկածը առաջինը դուրս եկե, եթե ենթադրենք, որ սկզբից բոլոր եղածներն են վիրավորվել կամ զոհվել, հետո իրանց տեղը նոր մոբեր են եկել, իհարկե տենց չի, բայց եթե ենթադրենք, այսինքն ամբողջ իրանց բանակը սպառվել է, հիմա լրիվ բոլորը նոր մարդիկ են։ Նույնիսկ այդ մեծության պետությունները առանց իրենց քաղաքացիներով համալրվելու ոչ մի տարբերակ չունեն։ Իսկ ինչ վերաբերվում է մեր պեսներին, մեր պեսները մի քանի անգամ շատ քաղաքացիներ պետք է ունենան գործող բանակից, որ ինչ որ շանս ունենան արժանապատիվ ապրելու, երկիր ունենալու, անկախ կոչվելու, նույն Ուկրաինայի դեպքում, եթե չեմ սխալվում, այդ թիվը 200%-ից բարձր, այսինքն մի ամբողջ մոբելա ոչնչացը, հիմա հաջորդ ամբողջ մոբնա կռվում։ Ու հաշվի առնելով մեր թշնամիներին, իրենց քանակը, զինվածությունը, հավանական թշնամիներին, որտեվ թշնամի ասելով մենք պրիմիտիվորեն մեկ-մեկ միայն Ադրբեջանն ենք պատկերացնում, բայց թշնամին մենակ Ադրբեջանը չի, ոչ դարերի օրինակով է տենց, ոչ է հետո է այդպես լինելու։ Ադրբեջանը այսօրվա ամենա տենց մոտ թշնամին է մեր։ Հիմա միակ տարբերակը մեր այս հողում մարդավարի ապրելու այդ դրա գիտակցումն է, որ բանակին պետքա փող լրացնող մարդիկ լինեն, անմիջապես սրացումից արագ սկսածից մինչև ինչ-որ ամիսներ հետո։ Այս էլը մենակ կռվող պերսոնալից են խոսում, էլի, թիկունքի մեջը պետքա դառնան հենց, որ գիտնականները ցանց գործեն, ցանց գործողները դրոններ մուծեն։ Ու եթե ցիկլը չենք փակելու, պարզ հաշվարկ է, էլի, որ կարանք ես իմ ChatGPT-ին տանք ասի, ուղղակի շանս չունենք։ Դուք գիտակցումից խոսեցիք, որ քաղաքացիները նախ եւ առաջ պիտի գիտակցեն, որ իրենք դեր ունեն անվտանգությունում։ Ինչպես պիտի ձևավորվի գիտակցությունը, ում կողմից պիտի դա լինի, ով պետք է դա ներդնի մարդկանց մեջ։ Կա երկու ձև, ասում եմ, վատ ու լավ։ Վատը այն է, որ անում ենք մենք, մեր ընկերներով, այն է աշխատում ենք ներքևից վերև, մենք միայն հասանելիություն ունենք կամավորներին, իսկ կամավորները բոլոր երկրներում ինչ որ փոքր տոկոս են,
կամավոր ասում եմ միայն կամավոր կռվող չի, էլի, օրինակ ուսանողության մեջ է ինչ որ փոքր թիվ կամավոր ուսանողներ են, որ գնում տարբեր ծրագրերի կամավոր մասնակցում են։ Շատերը ուսանողների ավարտում են ինստիտուտը ու տենց է մի օր կամավորություն առաջ չեն լինում։ Կամավորները ինչ որ հատուկ տեսակ են։ Մենք միայն նրանց հասանելիություն ունենք, ես իրանց համարում եմ ազգի սերուցքը։ Ու այդ սերուցքին մեր գործիքներով, իրանց հետ ընկերանալով, ամեն ինչ անում ենք, որ իրանք ավելի հմուտ դառնան, ավելի պատրաստ դառնան, առաջին իսկ սրացմանը թեկուզ, երբ որ երկիրը պատերազմ չի հայտարարում, ասենք ջերմուկի դեպքերի օրինակով 22 թվի կամավորագրվեն, արդյունքում այդ մարդկանց մեր ազգի սերուցքին դնում ենք ռիսկի տակ անընդհատ ոնց որ իրանց զավակներին որ թողելու, իրանց չլինելու, այսինքն միջին որակը գցում ենք հայ ազգի։ Օրինակ Ռուսաստանը լրիվ հակառակ ձևի է անում, ինքը իր ազգի մեջներից, ճակերտավոր ասեմ, էլի չդառնա պիտակավորում, ուղղակի որ միտքս հասկանան, անորակներին է օգտագործում, օրինակ Բախմուտում օգտագործում է այն կալանավորներին, որոնք դժվար է մի օր դուրս գային բանտից։ Դա հենց պետական մոտեցման կամ չմոտեցման մասին է, իսկ լավ տարբերակ է, այսքան ժամանակ վատի չէինք էլի խոսում, որ համապարփակ անվտանգությունը միայն հնարավոր է պետական քաղաքականություն որպես որդեգրելու դեպքում։ Մեր արածը միայն արդյունք կարա ունենա, երբ որ պետությունը այդ ուղղությունը ընտրի, այդ ժամանակ ոնց որ 0-ից չի սկսի, 1-ից կսկսի, որտեվ պետությունը, որ այդ ուղղությունը ընտրեց, ասենք մենք կարանք տասնյակ հազարավոր մարդկանց մարզման պատասխանատուն լինենք ու չափելի մարզման։ Մենք իհարկե Հայաստանից մանրամասն կխոսենք, բայց դուք նշեցիք, որ մեզ մոտ այսպես ասած ներքևից վերև է, հա, դուք ձեր պես կառույցներն են զբաղվում այդ գործով, բայց կան պետություններ, որոնք որդեգրել են համապարփակ անվտանգության համակարգի, այսինքն ընդունել են դա եւ այնտեղ քաղաքացիները հավանաբար ավելի պատրաստված են, քան մեր դեպքում։ Ըստ ձեզ, ինչով են տարբերվում այդ պետության քաղաքացին մեզնից եւ ինչ ունենք մենք իրենցից սովորելու, վերցնելու դրական փորձ, որ այստեղ պետք է ներդնենք։ Փառք Աստծո, այդ օրինակները կան, այսինքն նոր մոդել հնարել, որով կկարողանանք անկախ այստեղ ապրել, պետք չէ, ուղղակի այդ մոդելները պետք է բոլորը ուսումնասիրել, հարմարացնել մեզ, ընտրել։ Եղել են պետություններ, որոնք եղել են բավական մեզ նման իրավիճակում, այսինքն ունեցել են մեկ կամ մի քանի, իրանցից մի քանի անգամ խոշոր թշնամի, ովքեր քնում զարթնում, երազում են նրանց ոչնչացման մասին, նստել մտածել են ինչ անենք։ Այդ ինչը կարողացել են անեն, արդյունքում հասել են վիճակի, որ օրինակ դեպի իրանց երկիրը արտագաղթ կա, ոչ թե դեպի մեր։ Այդ կարան լինի նույն Ֆինլանդիան, Շվեյցարիան, Իսրայելը, Սինգապուրը, ինչ որ դեպքում, ամեն մեկը իր առանձնահատկություններից ելնելով իր մոդելը կառուցել ու մենք էլ մեկի մոդելը չպետք է ուղղակի կրկնօրինակենք, սկսած նրանից, թե հայ երիտասարդը ինչ պայմաններում է մեծանում հաշվի առնելով, վերջացրած մեր սարերը հաշվի առնելով, մեր թշնամուն հաշվի առնելով, հա, մենք մեր մոդելը պետք է ունենանք, որ շատ պարզացնեմ ամեն ինչը, իրանք սահմանել են, որ վաղը պատերազմ լինի, ես ու դուք իմանանք ինչ ենք անելու։ Օրինակ ձեզ կարող է թվա իշխանը գիտի ինչ է անելու, որտեվ 5 տարի է ինչ որ գոնե ձեր տեսած մասով է դրանով զբաղվում, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Ես ընկնելու եմ ճանապարհ մանգամ, որ ճանապարհով կարամ մասնակցեմ երկրի պաշտպանությանը։ Բոլոր սրացումներին 20-ից սկսած հենց այդպես է եղել։ Այսինքն չի եղել մի անգամ, որ իմանամ ես վաղի առաջի ինգացրումից հետո իմ անելիքը։ Հիմա էլ չգիտեմ։ Դեպ որ ես չգիտեմ, իմ ընկերները չգիտեն, մեզնից ոչ մեկ չգիտի, պատկերացրեք միջին ստատիստիկ քաղաքացին ինչ տիպի չգիտի ու չգիտի։ Իսկ այդ երկրներում, ելի եմ ասում, կարանք ավելի լայնացնենք, բայց ամենապարզը սկսում է այդ քաղաքացուց մեզնից ինչ եմ անելու ես։ Օրինակ իմ դեպքում այսպես կարար լավ լուծում լիներ, որ սահմանված լիներ նորմատիվներ, որ եթե դու սա կարում ես անես, քննությունով ապացուցում ես, դու կարողանում ես համարվել դիպուկահար։ Դիպուկահարն է տարբեր տեսակներ ունի, սրան այս տեսակի, սրան այն տեսակի քննությունն է, չափելի է, ամեն տարի վերահանձնում ես, եթե երկիրը այդ գիտակցությունը ունի, ինչ հատուկ աչքով է նայում, որ օրինակ ես գրանցված կամավորն եմ, երբ ասեք իմ դիպուկահար հրացանով կգամ, կլնեմ այս ստորաբաժանման հրամանատարը կամ զինվորը,
իրանք ասենք ինչ որ առավելություններ են տալի։ Տեսեք, մեր երկրում հիմա այս վերջերս ինչ են մտցրել, որ մարդ եթե հեծանի վառնում, ինչ որ ձևով պետությունը տոկոսները տալիս է։ Կարար նույն ձևով լիներ զենքը կամ իր մարզումները, հենց իմ հարկերից տրվեր իմ մարզումներին։ Եթե կարելի է տալ իմ ծրագրավորող ընկերոջ հիպոթեքի վարկը, այն մյուս ընկերոջ հեծանիվի փողը, բայց մենք ոչ մրցումների խնդիր ունենք, ոչ լիքը տների, մինչդեռ տների որոշ խնդիր ունենք, մինչդեռ կռվի խնդիր ունենք։ Կարար երկիրը սահմաներ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հստակ ստորագրում են, որ պատրաստ են կամավորագրվեն, դառնում են ակտիվ ռեզերվիստ կամ են ու անընդհատ մարզվում են, ինչ որ ձևով էլի իր գեներացրած միջոցներից հետ տանք իրան, թող էժան պարապի։ Հետո ես կիմանայի, որ քանի որ այդ ամեն ինչից էլ օգտվել եմ, ավել պարտականություններ կունենայի, օրինակ առաջին իսկ սրացման դեպքում 24 ժամվա մեջ պետքա գնայի այս զորամաս, այնտեղ ոնց որ միանայի իմ ստորաբաժանմանը ու արդեն այնտեղից ասեին ինչ անեի։ Այդ ժամանակ իմ կյանքը բավականին ավելի հեշտ կլիներ։ Մի մակարդակի կարային կիշտեին, կարային սահմանեին, օրինակ մի թիմ մի մեքենա սկզբունքը, որ օրինակ ես ունեմ պիկապ, Արաբկիրի շրջանից 4 հոգի էլ հետս է, ես այդ 4-ին պետք է վերցնեմ, նոր հասնեմ մեր զորամաս, որտեվ կարող է այլ զորամաս հասնելը պատմություն դառնա։ Մի մակարդակի հետ գանք արդեն մեր զենքերն են տանը լինում, կամ եւս էլի հետ գանք ունենում ենք մի հրամանատար, որը արդեն 10 խումբ 10 մեքենայի ղեկավար է ու իրանց սահմանած ինչ որ շենքի ապաստարան կա, որտեղ զենք զինամթերքի ավելցուկ էլա դրած, որտեվ կարող է Երևանում չի սահմանամերձա։ Ու ամենահետաքրքիրը այն է, որ այդ ամեն ինչով զբաղվելը հետաքրքիր հավես ու առողջարար է։ Ոնց է սպորտսմենները, ոնց որ բավականին adekvat մարդիկ են հիմնականում լինում, չէ, առողջ են լինում, շուչուտ չեն հիվանդանում։ Էս էլ sense անունը որ դնենք սպորտսմեն, ասենք ազատազրում պարբերաբար մարզվողները ասենք որ իրենց բռնեն այդ թղթերում կգրեն որ սպորտային կառուցվածքի տղամարդեր էլի չեն գրի հասարակ կառուցվածքի տղամարդեր ու իրանք էլ են ավելի ջիկ, առողջ, պինդ իրենց լավ է որ այդ ամեն ինչով զբաղվում են այսօր ես հրաձգարանից եմ ձեր մոտ գալի որ քայլերս նայենք հաստատ 10,000-ից ավել է եղել այդ հələ որ ես հատուկ չեմ մարզվել որ այդ թեմայի մեջի մարդիկ անկախ իրենց կամքից ավելի առողջ են, ավելի պինդ են, ավելի մարզված են։ Բայց այն աշխատանքը, որ դուք եք անում, դրա բարելավման համար նաև կարծում եմ բավարար ենթակառուցվածքներ են պետք, այսինքն ու դա չպետք է կենտրոնանա միայն Երևանում կամ միայն մեկ մարզում, այսինքն ամբողջ Հայաստանում, չէ՞, դա պետք է լինի։ Այս մասով ըստ ինչ իրավիճակ է Հայաստանում, որտեղ ենք հասել կամ արդյոք ունենք արդեն որոշակի ձեռքբերումներ։ Բավականին ապոշ իրավիճակ է։ Այն բաները ինչը կարելի անել 2 ամսում 10 անգամ արագ, մենք հերոսաբար անում ենք 10 անգամ քիչը 2 տարում դատարաններով, բանով նույն մեր հրաձգարանի օրինակը։ Ասենք եթե պետական որոշում լինի, որ ճիշտ հողերը գտեք կաջակցենք հրաձգարան կդառնա, մեր հրաձգարաններն սոցիալական կառույցներ են, էլի, այսինքն քաղաքացին զենք ունի, գալի մարզվում է անվճար, այն մեկից ծախսած միջոցները ասենք այս նորակոչիկի մարզման վրա ենք ծախսում, այնպես չի որ ոնց որ մեզ հող տվեք, մեր գործերը առաջ գցենք սկզբունքով, էլի 10 հատ նշված հողը արագ այդ բյուրոկրատիան կհաղթահարվեր, ամեն մարզում կդառնար հրաձգարան, որը կլիներ նաև ռեզերվիստների ակումբը։ Կլինի ռեզերվիստների ակումբ, սպայական ակումբ, չէ, տենց կինոներում կարող է տեսած լինեք, ոնց կա սպայերի ակումբ, որը բալեր են ապարում բանման Մեր մոտ ես չգիտեմ, որ տենց բան լինի, բայց կարար լիներ հրաձգարան ակումբներ։ Այդտեղ հավաքվեին քննարկումներ ունենային գործող սպաները կամավորների հետ ու թոշակի անցած սպաների հետ, որտեվ այդ մարզումը մի մասն է, մնացած մասը շփում է, քննարկումներ է, մեկը մեկին օգնում է։ Մենք օրինակներ ունենք հրաձգարանը մարզմանը հարմար սարքելու մի օրում կարող ենք անենք համայնքով հավաքվում։ Հնարավոր է ուղղակի պետք է նաև աջակցություն։ Հնարավորն է արել ենք։ Ասենք մենք արդեն ձևաչափը գիտենք, այս մասերից է պետք, այսքան մարդ է պետք, 2 հատ պիկապ է պետք, քանի հատ այս որակի գոնք, միանգամից դառնում է մի հատ տեղ, որը միջին որակի մարզումներին հերիք է։ Թույլատվություն ու մնացածը։ Թե չէ մինչև հիմա օրինակ զենքի գնությունը մարզերի համար պատմություն է։
ըլնում է կառույցներ իրենց թույլ են տալի մարզերում բնահրաձգարաններում անում են քննություն, բայց դա բավականին անկանոն ստաբիլությամբ աշկաչափով հիմնականում գալի հասնում են Երևան։ Ուզում են մարզվեն, լավագույն տարբերակը ինչ որ միտը շիշ դնել կրակելն է։ Ու դա շատ աշկաչափով վիճակով է թողած, բայց այդ անտեր հողերը կան, անտեր ասելով, որ հենց տեր չունեցող էլի, տենց ուղակի բաց թողած հողեր։ Այդտեղ կարելի է այդ ամեն ինչը կառուցել, այդ մարզերում մի քանի հոգի մեր խելքի մարդ կա, որ կգա այդ ամեն ինչին տեր կկանգնի, կհետևի կարգ ու կանոնին, ու դա ընդամենը մի հատ մասի մի հատ կաթիլն է այդ հրաձգարանները։ Ինչ կարևոր է ենթակառուցվածքներ կան, որ շատ պետք են այսօր մեզ։ Ապաստարաններն են շատ կարևոր, ու նաև մի աշխարհ գործ կա ոչ ոնց որ ռազմական մասով զբաղվածություն ունեցող մարդկանց համար։ Պարզ հարց է, որ յուրաքանչյուրը իմանա իր անելիքը, եթե վաղը պատերազմ է։ Նույնիսկ իմ պատկերացրած Հայաստանում սենց կլներ մի քանի ամիսը մեկ այն որ գործազրկության տոկոսն է Ամերիկայում հայտարարում, գիտակիցների տոկոս կհայտարարեին, ոնց որ 24% քաղաքացի գիտի վաղը ինչ անի պատերազմի դեպքում։ Հետո ինչ որ սոցիալական արշավներ կլներ, մի հատ ինչ որ հարուստ մարդ ով սիրում է իրան շատ նկարեն բանման, ինքը նենց կաներ միանգամից 3% այդ ամեն ինչը աճեր, ասենք իրանց բոլոր աշխատակիցներին արագացված տեմպով կսովորացներ, միջոցներ կստեղծեր ոնց անի, որ հպարտանա, ասի ես ինձ եմ արել թիվը 3%-ով բարձրացել է, ու տենց այդ արշավը կգնար, նպատակ կդնեինք 5 տարում այդ թիվը հասցնել, ասենք 80%-ի, հետո 3 հոգի կդատվեին, երկուսին է գործից կհանեին թերանալու համար, որ այդ տոկոսին չեն գնում, դրա շուրջ կկենտրոնանային, ինչ որ ընտանիքներ կլինեին համապարփակի մաս ընտանիքներ ու չէ համապարփակի մաս ընտանիքներ, որ լրիվ ուրիշ իրավիճակի մեջ կապրեինք, էլի լրիվ ուրիշ արժեքներով կմրցեինք։ Ինչ արժեքներ պիտի կրենք, որ դառնանք այդպեսին։ Որ ճիշտ ասեմ, մի հատ անատի մասով, մեկ անատի մասով կարանք ինչ որ ասենք ինքը պետքա այսպիսի լինի ազգային բան, ինքը ոչ միպիսի պետքա չլինի, իրան պարզ կանոնը տալիս ենք խաղում է։ Դրա լավ օրինակը կա, որ մեր հայրենակիցները արտագաղթում են օրինակ Ամերիկա, աշխատում եմ, չաշխատեմ տղերքը, հանդես սկսում են 15 ժամ աշխատել։ Մեխանիզմը իրանք չեն փոխվում, դա չի կարա 38 տարեկան մեկը վաղը փոխվի։ Բայց այնց լավն են դառնում այն համակարգի համար, որ այն համակարգին մեկ է ինքը հոգևոր արժեքներ ունի, եսիմ ինչ բանա օրիենտացիա ունի, ունի իրանց համար իդեալական ոնց որ համակարգի մասնիկ է, 15 ժամ աշխատում է, ուրբաթ օրը քեֆ է անում, սահմանած ձևով ոնց որ տեղում դրած է։ Այդ բոլորս պետք է լավը դառնենք, ես իմ հայութականքը բանը, այդ դաշտ պետք չի էթալ, էլի։ Հետիք է որոշողները այդ ձեր ասած արժեքները ունենան վեկտորային կողմ ուղղեն, մարդիկ կանեն։ Հույս ունենալ, որ համազգային վերափոխումով է դա լինելու, ոչ մի ազգը տենց չի, ոչ մի ազգում բոլորը գիտակից չեն լինում։ Մենք անկախացել ենք, բայց ուր ենք գնումը չեն սահմանը։ Հիմա մենք կարանք ենթադրենք, որ մեր ծանոթ ընկերներով մոտավոր նույն տեղ ենք եթում, նույնիսկ իրար հետ չենք խոսացել մեր պատկերացած Հայաստանը, որն է, միայն Արցախն ենք ուզում հետ կամ ես թե Կարսնել է մերը։ Ես օրինակ եղել եմ Արևմտյան Հայաստանում, այնտեղ հողի վրա կանգնում եմ, զգում եմ, որ դա հայկական է։ Եթե ինձ հարցնեն, կասեմ, որ յուրաքանչյուր հայ պետքա կարողանա գնա իր հոր, պապու տուն, տանտիրոջ իրավունքով։ Դրանով սահմանը ոնց որ սահմանը տենց կգծեմ։ Մեկ ուրիշին, որը սկսում ես հարցնել, քննարկումով սկսում ենք հեռվանալ, տենալ Կարսից մի քիչ կանցնենք, Վանին կհասնենք, չունենես սահման։ Ուզում են մի բան հետ ուզեն, բայց չգիտեն ինչ են ուզում նույնիսկ։ Մենք պետքա սահմանենք, ուզում ենք այստեղ ապրենք, թե չէ։ Ինչ կանոններով ենք ուզում ապրենք, ոնց պետք է անենք, որ կամայական հայի, որ green card նվեր տան 10-ից 8-ը չի արտագաղթի, ինչ վիճակ ստեղծենք։ Այդ հարցերի պատասխանները տալով պետք է գանք ու ասենք, ասենց ենք ուզում ապրենք։ Այն մնացած մարդիկ, որոշները գալու են կպնեն այդ գործին, որ միասին դա կառուցենք, մնացածը հարմարվելու են։ Որտեղ մնացածը այստեղից զոզված արտագաղթում են, հարմարվում են ուրիշի կանոններին, չէ՞։ Գիտեն, այնտեղ ընդ որում հարմարվում են, որ իրենք երկրորդ տեսակ են լինելու, այնքան
անհամաձայն են ըստեղի կանոնին, որ համաձայն են ուրիշ տեղ երկրորդ տեսակ լինելով աշխատեն 15 ժամ, ինչ որ վարձեր տան, բայց այն սրանից շատ են նախընտրում։ Երիտասարդը չգիտի ուր են գնում։ Որ տունը, որ երեխան չիմանա այդ ընտանիքը ինչ է ուզում, պետք է կործանվի, էլի կամ եթե ասի ես այս ընտանիքի կանոններով չեմ խաղում, պապային չեմ ընդունում, սրանից հետո ես եմ պապան, կամ ես այդում եմ մենակ ապրեմ։ Հիմա մեզ երիտասարդներից այդ օրն են գցե։ Ու դրանից երևի ասում են մենք է պետք է ելքը գտնենք, էլի։ Դա է դժվար է, որովհետև մեծ բեռ է, ասենք նույն ազատազենում պատասխանատվությունը կամ ամենախորը պատասխանատվությունը ես զգացել եմ 22 թվին, որ 168 մարդու համար պատասխանատու էի, ասենք ամեն ռումբի հետ մեր վրա հանգած ոնց որ մեռնեի հետ գայի։ Բախտս բերել է, որ իմ ենթակայության տակ մարդկանցից զոհ չեմ ունեցել, բայց այդ իմ համար ծանր բեռ է։ Ես հասկանում եմ առանց դրա չի լինելու այս տարածաշրջանով, բայց դա շատ ծանր է։ Հիմա ամբողջ հայ ազգի բեռի քաշը պատկերացնում եք ինչքան մեծ է։ Ինչ որ ձևով պետքա մեր խելքի մարդիկ կարողանան առողջ ձեռքսերմում ունենան, կտոր փախցնողներին ճիշտ կարողանան վանել, որտեվ դրանք վրաս հայտնվում են, էլի կարող է հաղորդման կոմենտները մի հայտնվեն, տենան լավ հաղորդումը։ Ու ուղղությամբ գնանք, sense որ մնա ոչ մի լավ բան չի սպասվում։ Այսինքն նոր մարտահրավերների վտանգի դեպքում մենք միևնույնն է դեռ պատրաստ չենք դրան։ Թիկունքը այսպես ասած, ամենայն դեպս Կարան մարդիկ իրենց հարցնեն, ոչ մեկ պատրաստ չի։ Ձեր ընկերներին կարաք հարցնեք, օրինակ, որ վաղը պատերազմ լինի, ինչ եք անելու հարցը։ Տվեք, տեսեք ոնց է տանջվում մարդը։ Եթե մանավանդ անորոշությունը ավելի շատ հա, տանջվում, անորոշությունից են տանջվում։ Օրինակ, երբ որ պատերազմ է լինում, նույնիսկ շատ վախենալու է, դու գիտես ինչ ես անելու, դու չես տանջվում։ Առնվազն գիտես ինչ պիտի անես։ Կան են մարդիկ, անհրաժեշտ քանակի որակյալ հայ կա, դա ապացուցվել է 20 թվականին, վիդեոկադրերը կա կամավորագրվելու փորձերի։ Այդ մարդիկ այնքան լավն են եղել, որ առանց գիտելիք պատրաստ են եղել իրանց գցեն կարակի մեջ։ Բա որ այդ մարդկանց գիտելիք տայինք ինչ գազան բաներ կանեին։ Մեր երկիրը փոքր է, մենք չենք հասցնի ռուսների պես X ժամանակ մարզենք կամ ուկրաինացիքի պես ուղարկենք Եվրոպա տանկ քշել սովորեն եվրոպական, որ հետո այդ տանկը տանք չէ, էլի 44 օրից կարճ կարա տևի մյուսը, որտեղ փոքր է։ Ուկրաինան է որ նայեք, մի քանի Հայաստան արդեն կորցրել է, էլի հողով։ Մենք պետքա հիմա իմանանք, ընտիր ժամանակա չեն խփում, չէ՞, փաստացի մեզ։ Ասենք որ մենք առողջ պետություն ու հանրություն լինենք, նույնիսկ կարելի է մի երկու բան զիջել, քանի ոնց որ խափել, որ չխանգարեն, որ ուժեղանանք երները անիծենք։ Դրա օրինակը Տիգրան Մեծի պատմություններով կա, չէ՞, այդ հովիտները զիջելը բան։ Էդի տակտիկական նահանջը շատ ված բան չի, մեր իրականությունում է դառը շատ ված, որտեվ դա փաստացի վերջնական նահանջ է եղել, անունն է դրվել տակտիկական։ Չէ՞, հիմա թույլ ենք կարանք ատամներս կրճտացնելով դիմանանք վաղը հերները անիծելու համար։ Այնուամենայնիվ ինչ դրական կա այսօր, որ կարող է օգտագործվել, ինչ կարող ենք անել այդ առումով։ Մի հատ հումոր կա, որ ասում է 4 հոգի տեսելա, որ ոնց են սպանում, ասում է թե ես ասում ես 10000 հոգի բերեմ, որ չի տեսե։ Հիմա անընդհատ քննարկվում էր, որ 11000 դասալիկ կա, ես էլ հաստատ 11000-ից չդասալիկ գիտեմ ավել։ Այդ մարդիկ պատերազմի փորձով մարդիկ են։ Մի քանի հազար ուկրաինական ու ռուսական կողմում պատերազմի փորձով հայեր կան, այն օրը մեկի հետ շփվել եմ։ Ճիշտ հետևարվելու դեպքում կգա կդառնա մեր անվտանգային համակարգի մաս, ու տեն շատերը կան, որոնք երիտասարդ ժամանակ ստեղ են ծնվել, իմ ձեր պես ուղակի իրանց ծնողները արտագաղթել են, իրանք դուստ են հայտնվել։ Ու իրանք քանի որ իրանց տունը սիրող մարդիկ են, այդ տունը նույն ձև են պաշտպանում, ինչ որ ես։ Ուղղակի իրանց տունը այն է։ Հիմա մերոնք, որ որոշ էին արտագաղթել 90-ականներին, դժվար թե ես դեմները կարողանայի առնել, որտեղ փոքր էի։ Այդ երկու այդ բոլորի փորձը, չէ՞, այդ պատերազմական փորձը շատ թանկ բան է։ Կիրառելիական մեր Արցախի եղբայրները, քույրերը, որը այնտեղ ամեն երրորդներ, այսպես թե այնպես բանակի հետ կապված հիմք բավականին ուժեղ կա, որի վրա կարելի է որի վրա կարելի է կայացնել։ Դե այն չափելի մեթոդը, որ կամավորագրվում է նորմայից շատ, այդ կա ու կա։ Որ ամեն ինչ կա մնում է որոշումը։
Փող է կա, ես իմ որ դրսից մեր հայերը տենան խելքի են կոզում գանք, իրանք էլ ավելի թիմ կլնեն մեր հետ, իրանք կգան ընենց գործեր կանեն, ասենք Իվանյանի համար ոնց որ հայկական բանակը փոքր է, չէ՞, եղել այնքան մեծ բաներ է կազմակերպել ինքը։ Հիմա թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, թե Ուկրաինայում այդ կալիբրի հայեր կան։ Մենք լուրջ առավելություններ ունենք, որ պետքա ճիշտ կիրառենք։ Ունենք եթե սահմանենք, որ սա հայրական տունն է մեր Հայաստանը, որտեղ ոնց որ մնացել է փոքր որդին ծնողների հետ, ոնց որ հին ժամանակներում էր մեծերը ամուսնացել գնացել են, մեծերն է Սփյուռքի ժողովուրդն է, էլի, ու իրանք համարեն հորը նույն ձև հայեր ինչ որ մենք, այսինքն երկրին։ Իրանք իրանց ձևով կողքը լինեն, մենք մեր այդ մոդելով ապրենք։ Ոնց որ մեր տունն է, ուրիշի մոդել չեմ ասում։ Չէ՞ մեր տները գյուղերում օրինակ որ սեփական տուն է լինում է 4 որդի, 3-ը հետում գյուղի ծերը տուն են սարքում, փոքրը մնում է տնեցիկի հետ, փոքրը տնեցիկի խնդիրները ավելի շատ է իմանում, բայց Երիկա պապան Իվանդանա բոլորով միավորվում են, օգնում են, փոքրը ավելի շատ խաթր ունի մի քիչ, չէ՞ ինչ որ տարբերություններ կա, բայց 4 որդիներ են։ Ինչ որ Սփյուռքա որդի չեն դնում անուն էլի, որդի է։ Մենք տենց փորձենք ապրել, որ դուրսը նայի, էս մեր տունն է, ուղղակի փոքր եղբայրն է մնացել ծնողների հետ, մենք ինչ պատճառներով դուսն ենք, այդ իրական Հայաստանի տեղը այդ ոնց որ ավանդական տան Հայաստան կառուցենք, այդ մարդիկ կգան իրանց հորը տիրություն անելու, որտեվ դա է կանոնը։ Իսկ հիմա ոչ ձայն ունեն այդ տանը։ Մինչդեռ այդ որդիները ձայն ունեն իրանց տանը, կարող է մի քիչ, բայց հաստատ ձայն ունեն, դեր ունեն, կարևորություն ունեն, կսկսեն վերաբերվել որպես իրանց։ Ու հենց այդ մեթոդով մենք աշխարհում ունենք բոլոր տեսակի լավագույն մասնագետների, ինչը աշխարհում երևի մի 6 պետություն չունի։ Ամփոփելով ինչ պրակտիկ խորհուրդ կարող եք տալ քաղաքացիներին, ինպես քաղաքացիներին օրինակ, որոնք կարող են սովորել անվազնս ընթացքում իրենց չափով պատրաստ լինել։ Չնայած հավանաբար չգիտեն ինչ են անելու, բայց առնվազն պատրաստ լինեն որպես քաղաքացի։ Որ երեխեքը ոնց են, որ իրանք են հասկանում ինչ պետք է անեն, որտեղ էլ պապան մաման չկան ուղղորդեն, այդ այնց իրանք կամ ընկերներն այդ որփի քուր աղբերներն են, էլի։ Իրանք հարցնեն ինչ անենք, որ ես վաղվա սրասմանը պատրաստ լինեմ, իրանցով այդ հարցի պատասխանը մանգան մի ձև լուծեն։ Համ այդ ճանապարհին կուժեղանան, համ իրանց նմաններին կգտնեն։ Մենք դեպք ունենք, որ այդ փնտրտուքի մարդիկ իրար հետ ամուսնացել են մեր մոտ ուժեղանալու եկածները։ Ճանապարհ գտեք, որ ձեր այդ պատասխանը գտնեք։ Ոմանք դրանով կբավարարվեն, ոմանք իրանցինից հետո կսկսեն փորձել իրանց ընկերների համար է պատասխանել։ Հետո նրանցից է ոմանք ամբողջ ազգի համար կփորձեն այդ հարցին պատասխանել, բայց մեզնից պետք է սկսենք, այ վաղը որ նույնը եղավ, հարց տան ես ինչ եմ անելու, փորձեն այդ հարցին պատասխանեն։ Հավատացնում եմ այդ համ առողջարար է իրանց համար լինելու, ընդ որում համ ֆիզիկապես, համ հոգու, համ հանրության մեջի դերն է իրանց փոխվելու։ Ամեն ձևի լավ են զգալու։ Կարող է մի քիչ հոգնեն կամ մկանները բռնվի, բայց մնացած բոլոր առումներով իրանց լավ են զգալու։ Ձեզ այդ հարցին դրթող չկա, ոնց որ պապան չկա, որ ասի տղա ջան սովորի, որ մարդ դառնաս։ Հիմա դուք ինքներդ ձեզ պետքա պատասխանեք, փաստացի այդ է վիճակը, լավը, վատը, լավը որ կանք։ Որտեղ նոմա դեպքեր, որ ոչ թե երեխեքը որբ են մնում, իրանք էլ են ծնողների հետ մահանում ու վեր։ Մենք կանք ելքը պետք է գտնենք։ Ձեզ այդ հարցը տվեք, փորձեք պատասխանել։ Եթե չկարանաք, եկեք ասում եմ, ես էլ իմ փորձածով կասեմ, լավագույն ձևերը չգիտեմ, բայց ազնվորեն ինչ գիտեմ, եղբորպես ձեր հետ կկիսվեմ։ Կա ինչ-որ բան, ինչի մասին ես չհարցրի, բայց դուք կցանկանայիք ասել։ Մեր դիտողներին, մեր լսարանին։ Ամբողջն է ասեցինք, էլի մի ընկճվեք, սիրտներդ լեն պահեք, հավատներդ տեղը պահեք, մենք ավելի վատ փորձություններ ենք ունեցել մեր հանրությամբ, ավելին այս փորձությունները մեր առողջ լինելու համար են, փորձություններով անցած մարդիկ են, ազգերն են, որ իրական են, որ ասում են իսկական մարդը, այդ այնցն է լավն է, մարդ է ուղղակի, այդ փորձությունները Աստված մեզ տվել է, որ հաղթահարենք ու ավելի լավը դառնանք, լավ զգացեք, որ հնարավորություն կա այդ պայքարով ոնց որ լիաթոք կյանք ապրելու, չենք ծնվելու, աշխատենք խելոք ու վերանանք, որտև մինչև մեզ ամեն ինչ մեր համար դասավորված էր,
մնում էր ուղղակի առավոտը 9-ին զարթնել գնալ գործի։ Այս իրականությունը ընդունեք ոնց որ կա ու փորձեք դրա հաղթանակը ձեր կյանքի իմաստ ու հետաքրքրություն սարքել։ Այսքանը երևի։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք կհանդիպենք հաջորդ անգամ։